Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ։ Սիրով։ Պարոն Հայրիկյան, խոսենք հենց ամենասկզբում սահմանադրությունից, Արդարադատության նախարար Սրփ Գրիգորյանը մարտի 16-ին տեղեկացրել է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության նիստում, ապա խորհրդարանի նույնանուն կուսակցությունում։ Սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը նախորդին մեծ զրույցում ասաց, որ ամբողջովին չի քննարկել սահմանադրության այս նոր տեքստը։ Ինչի մասին է սա վկայում ձեր գնահատմամբ։ Դուք ձեր հարցի մեջ 4 առանձին շեշտադրումներ պահանջող եւ քանի որ լավ հիշում եմ հարցի վերջնամասը, ասեմ, որ Ապրիլ Սաքունցը ողջունում եմ իր ազնվությունը։ Ես դեռևս հունվարին ասել եմ, որ իրենք մինչև մարտ չեն հասցնի, չնայած ընդհանուր առմամբ արտագրում են հին սահմանադրությունից։ Այսինքն Սերժի Հակով կարած սահմանադրությունը հարմարեցնում են իբրև թե արմատական որևէ փոփոխություն չի կատարված, ինչ ոլորտում որ աշխատել են, բայց գանք ամենասկզբին։ Ես դեռ հունվար ամսին ասել եմ, որ չեն հասցնի եւ բացի այդ կատարել են գործնական քայլեր, որոնք իրենց պարտավորեցնում են։ Այս ամենում ուշագրավ բաներից մեկն այն է, որ սահմանադրական փոփոխությունների, նոր սահմանադրության կամ բարեփոխումների հանձնաժողովը ինքնակամ չի աշխատում։ Այդ հանձնաժողովը աշխատում է օրենքի հավասարազոր, կարճ ժամանակով, բայց նորմատիվ իրավական ակտի հիման վրա։ Նորմատիվ իրավական ակտում ասվում է, այս կառույցը պետք է աշխատի հրապարակայնորեն։ Հրապարակայնորեն չի նշանակում Տիկին Գալյանը մի բան գրի, հետո գնա ամուսնու հետ կամ մերձավորների հետ քննարկի ու հետո էլ հրապարակի։ Հրապարակայնորեն նշանակում է արտասանված պահից, առաջին տառը գրելու պահից, դա պետք է հանրությանը տեսանելի լինի։ Քանի որ ես ժամանակին գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, առաջին բարեփոխումների հանձնաժողովը եւ արել եմ նորամուծություններ, այն ժամանակ ներդրումներ, փոփոխություններ, որոնք շատ կարեւոր էին մեզ համար, սկսած այն ժամանակ նախագահի պարլամենտը արձակելուց եւ այլն, բայց խոսենք այսօրվա մասին։ Ուրեմն ես հիշում եմ ինչպես էինք մենք աշխատում։ Այնտեղ բոլորը մասնագետներ էին, անկախ բարձր մակարդակի մասնագետներ եւ բոլոր կարեւոր հարցերը մենք քննարկում էինք լրագրողների ներկայությամբ։ Ոչ թե ինչ-որ բան որոշում էինք, հետո մտածում դնենք թե չդնենք։ Դա էր նշանակում հրապարակային։ Նրանք տեսնում էին նաև վեճերը, տարաձայնությունները, տարբեր, ասենք հանրությունը անմիջականորեն մասնակցում էր։ Սրանք բացի նրանից, որ հրապարակայնության այդ բարձր մակարդակը չապահովեցին։ Նախ այդ թեման ասեմ։ Հիմա պատրաստ է, սա ավարտեմ, հետո կվերադառնամ մյուս կարևոր նրբերանգներին։ Պատրաստ է ինչ-որ նախագիծ, տեքստը։ Ասում են նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, չեք զգում, որ մի քիչ տարօրինակ է։ Պետք է ասեն նախագիծը պատրաստ է։ Դա ինչ է նշանակում տեքստը։ Հայերեն չի։ Ուրեմն մի բան էլի թաքցնում են։ Կամ գիտեն, որ ստում են։ Իսկ ստելը դա գաղափարախոսական իրենց չարժեքների հիմքն է։ Եվ հանկարծ հայ ժողովրդի համար աշխատող կառույցը ոչ թե իշխանությունների համար, այլ հայ ժողովրդի համար։ Իդեպ ապրեք, որ առաջին հարցը այսօր դա դրեցիք, որովհետև հիմնական օրենքը հիմնական հարցն է, հայերը ինչի մասն են խոսեն, եթե խելացի են, եթե բանական մարդիկ են, պետք է խոսեն հիմնականի մասին, նախ հիմնականի մասին, հետո նոր մասնույթների։ Ուրեմն այստեղ իրենք ասում են, որ մենք դա դեռ պիտի քննարկենք իշխող մեծամասնության հետ։ Սահմանադրության վերաբերյալ իշխող մեծամասնությունը հնարավորություն ունի պարլամենտական քննարկումների ժամանակ արտահայտել իր տեսակետը։ Եթե դուք ձեզ իրավունք վերապահեցիք սահմանադրության նախագիծ գրել ձեր խմբակով, դա ի սկզբանե դատապարտում է ձեզ ձախողման։ Եվ եթե ձեզ չդատապարտի ձախողման, ապա ազգին է դատապարտում։ Սահմանադրության նախագիծը պատրաստում են երկրի ամենաբարձր մակարդակի մասնագետները։ Տեսեք, սրանք ինչ խախտում են արել։ Այսինքն ինքնուրույն չեն արել։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ստիպեցի իրենց, որ վերանային իրենց գործելակերպը։ Ես ասում եմ, որ դուք կոռուպցիոն ծանր հանցագործություն եք թույլ տվել, պահել եք մասնագետների խումբ, յուրաքանչյուր մասնագետի տվել եք $2000։ Ես պայմանական եմ ասում։
700,000 մաքուր էին ստանում չհաշված հարկեր եւ այլ։ Տվել եք ժամկետներ, քանի անգամ են ել։ Կարող եմ, գիտեք, տարարտար նշել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծվեց առաջինը, ժամկետը մինչև սեպտեմբերն էր 20 թվականի։ Իրենք չարեցին նույնիսկ մինչև 22 թվական, բայց այդ ընթացքում մասնագետները գումար էին ստանում։ Այսինքն դա ապօրինի վարձատրություն էր։ Ապօրինի վարձատրությունը ծանր հանցագործություններից մեկն է կոռուպցիոն, որտեղ այդ գումարները վճարվում է քաղաքացիներից հարկված գումարից։ Իրենք հանկարծ դե մենք ճնշումներ էին գործադրում շարունակաբար, իդեպ ինչև է ավելի կոնկրետ լինեմ, Արդարադատության նախարար Տիկին Գալյանի հանդիպման ժամանակ հանկարծ տեղեկացա, որ գիտեք, այդ բանը այդ հանցակազմը այլևս չկա։ Մենք լուծարել ենք մասնագիտական հանձնաժողովը հարց։ Եթե մասնագետները չեն զբաղվում մասնագիտական բարձր գիտելիքներ պահանջող հարցով, ով է զբաղվում։ Պարզվեց Արդարադատության նախարարության շարքային աշխատակիցներ ձեռի հետ իրենց աշխատանքները կատարելուց հետո ձեռի հետ զբաղվում են սահմանադրությամբ։ Խորհուրդը, որ հայմատաբար չեզոք կառույց է, խորհուրդն էլ քննարկում է։ Խորհուրդը ընդհանրապես պետք է մասնագետների տվածի վերաբերյալ կարծիք հայտներ։ Այո կամ ոչ ասեր։ Հիմա խորհուրդը դարձել է, այսինքն իրենց ընդունած օրենքներն են խախտում։ Եվ այդ հարցի վերաբերյալ նահագին նրբերանգներ կան ասելու։ Փաստորեն մի խախտումը կոչելու համար մեկ այլ խախտում արեցին եւ հիմա էլ նոր խախտում են կատարում։ Այս բոլորի զուգահեռ, այս գործընթացին զուգահեռ, ասեմ, որ 10-րդ անգամ, որտեղ ամեն անգամ ասում են չենք ստացել, կամ ասում են չկա, գիտեք, չգիտենք ինչ է պատահել։ Այսինքն իրենց քարտուղարությունն է վատ աշխատում եւ այլն եւ այլն։ Կամ ասենք, երբ ուղղակի քրեական հարցով էի դիմում, դատախազուհին ուղարկում էր գործը քննչական կոմիտե, այնտեղից էլ ասում են փաստեր չկա։ Հիմա մենք փաստերի փունջ ենք ստեղծել, փաստերի փունջը ամփոփվում է նրանով, որ Արդարադատության նախարարությունը արդեն ասում է, մենք ստացել ենք կառավարությունից ստացել ենք ձեր փաթեթը, հայեցակարգը, պատրաստի նախագիծը, դրան ուղեկցող հանրագիրը, որում սկզբունքային գնահատական է տրվում, ու մենք նկատի կունենանք ձեր առաջարկները սահմանադրության տեքստը պատրաստելիս։ Գրած է փաստաթուղթե։ Եթե նկատի են ունեցել ու ինձ չեն ասել, ում են ասել։ Եթե նկատի են ունեցել, բայց սահմանադրության մեջ չեն առել, օրինակ այն, որ չեն ներառել, այն, որ պետք է խտրականությունը վերացվի ընդհանրապես օրենքի միջից։ Իսկ որպեսզի բոլոր մարդկանց հասկանալի լինի, ասեմ խտրականությունը ինչ նկատի ունենք։ Ժողովրդավարություն նշանակում է ժողովրդի, այսինքն քաղաքացիների մասնակցություն պետական կառույցի ձևավորմանը։ Երբ խոսքը վերաբերում է ներկայացուցչական կառույցին, պարլամենտին, մեր քաղաքացիները մասնակցելիս նկատի են ունենում, որ այնտեղ շեմ կա անցողիկ։ Բայց ինչի՞ պետք է անցողիկ շեմ լինի, եթե դա ներկայացուցչական մարմինն է։ Արդյոք երբ մենք խոսում ենք ներկայացուցչական մարմնի մասին, պարտավոր չենք մտածել, որ դա պետք է լինի հնարավոր ամենաներկայացուցչականը։ Սովորականը չէ, ասում են, ասենք մի բանը պիտի լավը լինի, ասենք, դու այդ լավը լինելիս չես հասկանում քո նկատառումներից ելնող լավը, այլ հնարավոր լավագույն տարբերակը։ Ուրեմն ներկայացուցչական կառույցում կա 4% անցողիկ շեմ։ Լավ, այսինքն այն քաղաքացիները, որ չեն անցել, եւ աշխարհի օրինակ այստեղ բերել պետք չի, դուք ունեք Հայրիկյան, որը բացահայտել է կատարյալ ժողովրդավարության ներկայացուցչական մարմնի ներկայացուցչականության գործակից եզրն է մտցրել շրջանառության մեջ։ Ուրեմն, երբ մեկը մի քաղաքացի ձայնը տալիս է, իր համար պիտի մտահոգիչ չլինի, որ ինքը կարող է խտրականության ենթարկվել։ Այսինքն իր ձայնը չհասնի պարլամենտ, ինչի թե իշխողները այնպեսի օրենք են գրել, որ քիչ ձայներ ստացող քաղաքական ուժը ներկայացուցիչ չունի։ Գիտեք, խտրականություն նշանակում է դուք կարող եք ունենալ մի բան, որ այլ քաղաքացի չունի։ Սահմանադրության մեջ գրված է բոլոր օրենքի առաջ հավասար են։ Այս ընտրական օրենսգրքով ընտրություններից հետո կարող է 4.1% ստացած մեկ քաղաքական ուժ եւ նրան զուգահեռ 10 քաղաքական ուժեր, որ ստացել են 3.9% ձայներ, նրանք չեն անցնում եւ այդ բոլորի ձայները անցնում են 4.1% ունեցողին։
Հիմա ինչ է ստացվում, կուսակցությունները կանցնեն չեն անցնի ինձ չի հետաքրում, ես քաղաքացի եմ եւ պիտի լինեմ իրավավասար, այսինքն 4.1% ստացած քաղաքական ուժի ընտրողները արտոնյալ են, այսինքն իրենք ներկայացված են պարլամենտում, բայց ես ոչ, ուրեմն մեր տված ուղումը վերաբերում էր դրան, այսինքն Հայաստանին դարձնել աշխարհում առայսօր գոյություն ունեցող բոլոր պետական համակարգերից ամենալավի տերը։ Մի անգամից ասեմ, գիտեմ որ դրա մասին չենք խոսի, ասեմ որ ամենակարևորը գիտեք ինչն է, որ բացահայտվեց վերջերս եւ այնպիսի մակարդակով հրավերներ եմ ստացել, մի քիչ էստեղ խաղաղ ես պիտի գնամ, շատ աներևակայելի այս խնդիրը ներկայացնելու որպես քաղաքակրթական բարձրագույն ձեռքբերում համամարտկային։ Կարծում եմ ամենաուշ 3 ամսվա մեջ դա կլսեք, որովհետեւ սա ամփոփումն է խտրականությունը մարդկային կյանքում պիտի բացառվի տարբեր միջազգային փաստաթղթերով ընդունված դրույթի երկրի կառավարմանը մասնակցելու հարցում խտրականությունը բացառելու ներդրումն է սա։ Իսկ դա գալիս է մեր քաղաքակրթությունը քրիստոնեական արժեհամակարգի վրա է հիմնված։ Քրիստոնեությունից է գալիս խտրականությունը, կին եւ տղամարդ, որ ասում են պիտի հավասար լինեն, գալիս է քրիստոնեությունից։ Հիսուս Քրիստոսի Աստծո չկա տեր, չկա ծառա, ասենք չկա օլիգարխ եւ չկա բոլորը հավասար են։ Շարքային բանվոր, նույնը կին, տղամարդ եւ կրոնները, չկա հրյա եւ չկա հեթանոս, բոլորը Աստծո առաջ հավասար են։ Հիմա ես դա զարգացրել հասել եմ այս մակարդակին, տվել եմ իրենց առարկայագետան դաշտենք վերադառնում, իրենք ասել են մենք նկատի կունենանք։ Ես պատասխան եմ գրել, ասել եմ դուք պիտի նկատի չունենաք, դուք պարտավոր եք քննարկել եւ դա իմ կարծիքը չէ։ Դա հանրագրերի մասին օրենքի տեսակետը չէ, այլ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի խստագույն պահանջն է։ Ժողովրդավարություն երկրում կարող է լինել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացրած հանրագիրը քննարկվում է։ Սրանք արդեն այս պահին ծանր հանցագործություն են կատարել, ծանր հանցագործությամբ, գիտեք, ասում եմ, չարծառը բարի պտուղ չի տա։ Ուղեկցող գործերը դատապարտված են ձախողման։ Եթե իրենք չձախողվեն, այդ նշանակում է այդ ձախողումը վերաբերելու է ամբողջ մեր ազգին։ Ուրեմն այն, որ իրենք որոշել են փակ դռների հետևում իրենց տղեկով, աղջիկով քննարկեն, դա իրենց իրավունքն է։ Բայց դա պետք է հանրայնացվեր, տրվեր բոլորին։ Հետո իրենք էլ այդ բոլորի մեջ հավասար իրավունքով կնայեին։ Այնպես որ մենք գործ ունենք հերթական նողկալի դրսևորման հետ եւ քանի որ նաեւ նախընտրական փուլ է, հանրային բոլոր կառույցները պետք է այդ հարցի նկատմամբ ուշադիր լինեն, որովհետեւ այս ընտրությունները երևի խոսենք դրա մասին, այս ընտրությունները ի վերջո կուսակցական ընտրություններ են եւ կուսակցական ընտրությունների գնացողները պետք է համոզված լինեն, որ կուսակցությունների մասին օրենքը չի խախտվում։ Եթե խախտվում է այդ սահմանադրական օրենքը, դա հավասարազոր է, որ սահմանադրությունը խախտվի։ Նշանակում է կուսակցական ընտրությունների մասին խոսելը ծիծաղելի է, արդեն որոշել են ձեր իրավունքները պիտի խախտված լինեն։ Մենք դատախազությանը դիմել ենք, այս անգամ դեռ պատասխան չկա, դիմել ենք այս անգամ փաստեր ներկայացնելով, եթե ինքը ուղարկի, ասենք, քննչական կոմիտեն տեսնելու է փաստեր։ Այնպես որ այս հարցում, սահմանադրության հարցում իրենց թող ներող լինի Տիկին Գալյանը կապիկությունները, իսկապես կապիկություններ են, եւ պատիվ չեն բերում քաղաքակրթական մեծագույն դերակատարություն ունեցած հայ ժողովրդի համար, որպեսզի մերկապարանոց չլինի, ասեմ, մեր քաղաքակրթության հիմքում քրիստոնեությունն է, քրիստոնեությունը պետականորեն, այսինքն կազմակերպված ձևով որպես ազգային, առաջինը ընդունել են հայերը։ Սա մի երևույթ է, որ ինձ հասկանալի է դարձում, թե ինչու հայ առաքելական եկեղեցու հետևորդ կամ հայ ժողովրդի մի ներկայացու չի հաջողվեց գտնել այն, ինչ աշխարհը դեռ չի գտել։ Գիտեք, խոսքը ինչի մասին է։ Ամբողջ աշխարհում շարունակում են ասել, ընտրություն նշանակում է մեկ մարդը պետք է ունենա մեկ ձայն։ Դա նշանակում է խտրականություն չպետք է լինի։ Եվ բայց իրենք այսպես են հասկանում։ Ընտրության օրը բոլորը ունեն մեկական ձայն, վերջ, ուրեմն խտրականություն չկա։ Իսկ թե ընտրությունից հետո ինչ կլինի։ Ընտրողների ձայների կեսից ավելին ուր կգնա, իրենց չի հետաքրում։ Եթե դա հասկանալի եւ ընդունելի է գործադիր մարմնի ղեկավարության համար, ասենք կարգով մարդիկ են գնում, մեկը պետք է լինի կառապան։ Մնացածը կարգի մեջ են։ Այդ մեկը պետք է ընտրվի ձայների մեծամասնությամբ ներկաների, բայց երբ խոսքը ներկայացուցչականության մասին է, չի կարելի տարվա, ոչ թե տարվա, 5 տարին վերցրեք 1800 օր։ 1800 օրվա մեջ քաղաքացիներին ասում են, «Այս մի օրը դուք իրավավասար եք, կարող եք քվեարկել»։ Հետո դե լավ, դուք պարտվել եք, ռատներ հետ քաշեք, մենք ենք տերը։
Կներեք, որ երկրապատասխանեցի, բայց դուք հիմնական օրենքի մասին եք հարցրել։ Պարոն Հայրիկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության մեջ հղում չի արվելու անկախության հռչակագրին եւ օրերս էլ խոսելով հռչակագրի մասին հայտարարել է, որ դա ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի։ Նախ ինչպես կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը եւ արդյոք ձեր գնահատման բարոյական է, որ երկրի ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Ինքը իր կարծիքը կարող է ունենալ, եկեք չզարմանանք, բայց երբ խոսքը վերաբերում է հիմնական օրենքին, ինքը կարող է ընդհանրապես ասել, ես կարծում եմ, որ այսպես ավելի ճիշտ կլինի։ Թե չէ ես իմ ճակատագիրը ամեն լակոտի չեմ վստահում։ Ինչու եմ ասում լակոտ, որովհետև բոլորս գիտենք, որ ինքը Ալիևի կամքի կամակատարն է։ Մինչև Ալիևի բռնապետ Ալիևի անթույլատրելի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, անթույլատրելի մեզ համար, ոչ Նիկոլ Փաշինյանի համար, ոչ ոք չէր խոսում ընդհանրապես հռչակագրի մասին։ Սահմանադրության մեջ բազմաթիվ անգամ փոփոխություններ են եղել եւ երբեք դրա անհրաժեշտությունը չի զգացվել տարբեր ազգերի սահմանադրություններից առաջ, սահմանադրությունների ընդունման պահից սկսած հիմնական օրենքում կան դրույթներ, որ կարող է ինչ-որ մարդկանց դուր չգալ, մանավանդ թշնամաբար տրամադրվածներին, եւ բնական է, որ եթե քո ոչնչացումն են կամենում, նրանք իրենց հիմնական օրենքից սկսեն, դա ազգի, բայց դա չի դարձել օրվա իշխանությունների, հարևան երկրի օրվա իշխանությունների ուղենիշը։ Տեսեք, ինքը նոր սահմանադրությունից խոսեց, որովհետև սահմանադրական բարեփոխումներ, որով սկսել էր, ինքը դրա ոչինչ չի հասկանում դրանցից։ Ինքը չի կապ չի ունեցել։ Ինքը չգիտի, որ սահմանադրությունը մարդու իրավունքների երաշխավորման համար է հիմնականում։ Ինքը կարծում է, թե սահմանադրության նրա մասը, թե ինչպես ինքը կառավարի, ինչպես հեշտ կառավարի, ինչպես միջազգային բնույթի հարցեր լուծի։ Հիմա պատասխան այդ հանցագործին։ Տեսեք, համարձակվեցի իրեն կոչել հանցագործ։ Սահմանադրական դատարանը գնահատական է տվել անկախության հռչակագրի սահմանադրության մեջ լինելու մասին։ Այս փնթի, այս կապիկի վերակազմավորած սահմանադրական դատարանն ասել է, որ մեր սահմանադրության գործող սահմանադրության մեջ հարևաններին վերաբերող որևէ թշնամական բան չկա։ Նույնիսկ եթե երազներ ունես, իղձեր ունես, օրինակ հայ մարդիկ երազում են, որ ադրբեջանցիք հիշեն նաև իրենց ծագումը, կեսից ավելին հայ են իրենք ծագումով։ Գենետիկան այնպեսի բան է, որ գիտություն է։ Հիշեն նաև դա, ասեն, որ ինչ ենք մեր նախկին, մեր հայրերի ավանդույթները պահպանող ազգի հետևից ընկել։ Նրանց ուզած ինքնորոշումն էլ քաղաքակրթական բան է։ Ինչի՞ ես դու անպայման ենթադրում, որ նրանք պետք է միշտ մնան վայրենի հետամնաց, ալիևական բարբարոս։ Չէ՞ որ այդ նույն բանը ինչ որ գրված է, կարող է քննարկվել։ Ի վերջո չէ որ դրա մասին համաշխարհային հանրությունը ԵԱՀԿ-ն գիտեք ինչ է, միայն եվրոպական միություն չի։ Որոշում ընդունեց, Մինսկի խումբ ստեղծեց, այսինքն այդ ամենը տրամաբանական էր։ Հիմա այս փնթին հակադրվում է սահմանադրական դատարանի որոշումներին, դա հանցավոր դրսևորում է։ Կարող է ինքը դեռ հանցագործ չի դատարանի որոշումով, բայց Պարույր Հայրիկյանն ասում է, դու եթե անտեսում ես Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, դուք հիշում եք, չէ՞ որ այդպեսի որոշում եղավ տարիներ առաջ։ Դու ինչպես ես դա անտեսում։ Ուրեմն ինքը շատ բան կարող է ցանկանալ սահմանադրության մասին ասեմ, որ եթե մյուս հարցերում դեռևս միասնական ճակատ ձևավորել չի ստացվում, բայց մենք ճանապարհին ենք, լրջորեն ճանապարհին ենք։ Ես այն մարդ եմ, որ ժամանակին կարողացել եմ անկախությունը Հայաստանի խանգարի հսկայական կազմակերպությանը շարժմանը հանգեցնել նրան, որ անկախությունը պետք է, որ անկախությամբ է երաշխավորվում նաև մեր հարևան արցախցիների այն ժամանակ հարևան վարչական միավոր Արցախի ինքնորոշման իրավունքը դու պիտի ունենաս աջակից, իսկ այն ժամանակ Հայաստանը աջակցողի ներում էր։ Ինձ մի անգամ դա հաջողվել է, հիմա էլ եթե ազգովի արժանի կլինենք, չնայած գիտեք հայերը շատ լուրջ հետապնդումների են ենթարկվել, սկսած Սումգայիթ, Բաքվի ջարդեր, 100,000 փախստականներ, վերջում այդ երկրաշարժը, արհեստական երկրաշարժը, ինձ դրա մասին ռուս մասնագետներ են գրել, ակադեմիկոս Չերեպանով, նյութերը լրիվ պահպանել եմ, բացի այդ Շևարդնաձեի խոստովանությունը, որ երկրաշարժը հայերին պատժելու համար էր, գիտեք, բռնապետության մեջ երբեմն կարևոր է չէ թե դու ինչ հարց ես բարձրացնում, այլ կարևոր է այն, որ դու համարձակվում ես օրվա իշխանություններն ասել ես էլ այս կարծիքն ունեմ։ Նույնիսկ այն, որ հայերն ասում էին Արցախը Հայաստան է,
անգամ դա ասում են, մենք որոշել ենք, որ Արցախը պիտի լինի այդպես անորոշ։ Ձեզով է իրավունք տվել։ Դրա համար մեզ պատժել են։ Ուրեմն այսքանով այս խնդիրը ամփոփեմ, շատ կարևոր է, որ մենք մեր ճակատագրի վերաբերյալ քննարկումներ իրականացնելիս մի քիչ ճիշտ պատկերացնենք, սա նաև Նիկոլին եմ խորհուրդ տալիս, այ փոքրիկ, դու կարող ես այդ կայուն մեծամասնություն կոչված Մուսոլինիի տականք սկզբունքը սրբորեն պահպանելով, բարձի տակ դնելով, մի կերպ իշխանություն ստացել ես, չես ստանա, ինչ նավ է որ ստանա, մեր ազգով լրիվ փչացած չի, բայց խոսել սահմանադրությունը բացելու հայ մարդու հիմնական օրենքը բացելու մասին նոր սահմանադրություն գրել եւ այդ նոր սահմանադրության մեջ հայ մարդու իրավունքները ոչ միայն չավելացնել, այլ արժանապատվությունը ոտնահարել այդ նախաձեռնությունը։ Դու դրանով միայն կարող ես խայտարակ պարտության արժանանալ։ Եվ վերջո գիտեք, ցանկացած առողջ բանական մարդու կստապեցներ ամենաակնհայտ մի բանը։ Ես ամենասիրելի մարդն էի այսինչ մարդու համար։ Այդ ինչ կեղտ եմ դարել, որ իմ ամենասիրելի մարդը լքեց ու գնաց ինձ։ Դա կմտածեր, չէ՞։ Աստված ոչ անի։ Եթե որևէ մեկը այդպեսի մի բան լինի, նա պետք է մտահոգություն ապրի, որ ես այս ինչ անտանելի կերպար եմ դարել, որ նա ում հետ ես կապված եմ ինչպեսի կապերով թքում իմ վրա ու հեռանում է։ Սա բոլոր հայ մարդկանց համար պիտի հազանգ լինի։ Այո, թքում ու հեռանում է։ Պարոն Հայրիկյան, սահմանադրությունում ինչքան որ դուք ասում եք արտագրվել է, հա, այդ սահմանադրությունը արվել են ամեն դեպքում փոփոխություններ, օրինակ ներմուծվել է դատախազության խորհուրդ հասկացությունը։ Մեջբերեմ, հա, ինչ այդ գլխավոր դատախազի պաշտոնի հարցն արդեն ոչ թե ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովն է լսելու, այլ հենց այդ դատախազության խորհուրդն է մրցույթն անցկացնելու եւ այդ մրցույթի արդյունքում տեխնացուն ներկայացվելու է արժե քվեարկությանը։ Կոնկրետ այս փոփոխությանը ինչպես եք վերաբերվում եւ որքան է դա բխում Հայաստանի ժողովրդավարության օրակարգից։ Խաղերով ես հիանում եմ, ասում եմ ինձ սիրուն խաղացին, բայց կապիկությունը ինձ համար ուղղորդիչ լինել չի կարող։ Ազգային ժողովն է հաստատում։ Թե դրանից առաջ ինչ կապիկություն կարվի, ինչ նոր պետական պաշտոններ կստեղծվեն քաղաքացիների փողերը վատնելու համար, տեսեք, ժամանակին Սերժ Սարգսյանը ստեղծեց բարձրագույն դատական խորհուրդ։ Հիմա բարձրագույն դատախազական խորհուրդ, չէ՞։ Եթե կա բարձրագույն ուսումնական հաստատություն, դրանից առաջ մենք գիտենք, որ կան այլ ուսումնական հաստատություններ։ Կարող եք ինձ ասել, բարձրագույն դատական խորհուրդը, դրա նախորդող խորհուրդները որոնք են։ Չկա։ Բայց ինչ են բարձրագույն կոչում։ Առաջ կար արդարադատության խորհուրդ։ Սա կապիկություն, լակոտություն, մարդկանց պաշտոններ բաժանելու, փող տալով կաշառելու, նրանց արհեստականորեն կարևոր ազդարարելու ճանապարհով ժողովրդին շահագործելն է։ Հիմա դատախազության գլխավոր խորհուրդ։ Ոչ գլխավոր խորհուրդը որն է։ Կարող եք ասել դատախազության ոչ գլխավոր խորհուրդը որն է, որ սա էլ գլխավորն է։ Սրանք կապիկություններ են, օրինակ իմ ներկայացրած սահմանադրության նախագծում հստակ ասված է. պետական կառույցները պետք է նվազագույնի հասցվեն, որտեղ պետությունը գործիք է ժողովրդի համար, ժողովրդին ծառայող գործիք է, գործիքի վրա ավելորդ բաներ պիտի չլինեն։ Նույնիսկ մենք հասնում ենք նրան, որ եթե երկրի տերը քաղաքացին է, ժողովուրդն է, քաղաքացին է, ապա ինչի է պետք նախագահի արհեստական պաշտոնը։ Ընդհանրապես, հետաքրքրական է, որ երբ ժամանակին ես բարձրացնում էի, այն ժամանակ դեռ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ չէի, այլ որպես այդպես սահմանադրագետ մասնագիտությամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիմակիցներն ասում էին, չէ, բայց 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնի եղած ժամանակ, մեր հանդիպման ժամանակ, ինքը ես ուրիշ առիթով հանդիպում, խնդրում էի, եթե հրաժարական ես տալու, ավելի ճիշտ հորդորում էի, եթե իսկապես հրաժարական ես տալու, մի հատ կարգին ընտրություն կազմակերպի արդար, որ պատմության մեջ մնաց արդար ընտրության։ Մի ասեց, երևի չգիտեր, որ հրաժարական է տալու, չեմ ասի, ստորս խաբեբա է, ասեց չէ, այդպեսի բան չկա։ Եվ այդ հանդիպմանը, որ նաև Սերժ Սարգսյանն էր ներկա, իրենք երկուսով էին, ես մենակ, ասենք իրենք մի թիմից էին։ Հանկարծ ինքն ասեց, պարույր, բայց որ դու ասում էիր նախագահի պաշտոնը ավելորդ է, ես պրակտիկ կյանքով տեսա, որ դա ճիշտ է։
Սերժը կողքից բան արեց, թե պարոն նախագահ, այդ ծանրաբեռնվածությունը, ասեց չէ, երբ Արմեն Սարգսյանը գնաց, եւ ես կատարում եի նաեւ վարչապետի պարտականությունները, տեսա որ իսկ նախագահի այդ ամբողջ համակարգը ավելորդ է։ Հիմա դա իր գնահատականն էր, հետո չգիտեմ ինչի չխորացավ, բայց Սահմանադրության հարցում ինքը մի կարևոր բան ասեց, որ բանը Նիկոլ Փաշինյանը արհամարեց։ Գիտեք, ամենալուրջ գնահատականներից մեկն է, ուսուցչին արհամարող անտեսող աշակերտը նշանակում է ստորարարած է։ Գոնե մի թեթև ակնարկաներ, հանդիպեր, խոսեր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, դու իշխանության ես եկել մերժիր Սերժին կարգախոսով, մերժիր Սերժի Սահմանադրությունը, չէ, դա էր հիմնականը, որովհետև դրանով է Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը երկարացնում էր իր գործունեության ժամկետը, ասեց լուծարիր, հենց հիմիկվանից վերացրու Սահմանադրությունը, հայտարարի, որ ինքը դա չարեց։ Ինչ վերաբերում է այս Սահմանադրության հետ կապված այն մոտեցմանը, որ մենք պիտի փոփոխություններ կատարելիս հետո վերջին պահին իմանանք, որ տարբեր տեսակի կապիկություններ են արվել, դա ինքնին կրկնեմ են ամենասկզբում ասածս, ինքնին հակասում է երկու նորմատիվ իրավական ակտերի, փետրվարի 12-ին ընդունված եւ հունվարի 27-ին, մեկը 20 թվականին, մյուսը 22 թվականին, հիմնական սկզբունքին։ Պարոն Հայրիկյան, քանի որ դուք անդրադարձաք Լևոն Տեր-Պետրոսյանին, օրերս առաջին նախագահի առանձնատունն ու գրասենյակը զրկվել է լույսից, ջրից, եւ նրանք հայտարարություն էին տարածել, որ փաստացի նշում էին այստեղ դիտավորություն կա, հա, եւ որ դա առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսևորում է։ Դուք կիսում եք այս տեսակետը, ինչու պետք է Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանից հրեշխնդիր լինի։ Գիտեք, ես տեսակ հարցերի պատրաստ չեմ։ Ինձ մոտ էլ շատ հաճախ լույսերը անջատվում են, բայց հետո էլ չի անջատվում, լինում է մի շաբաթ, որ չանջատված չէ։ Կամ ջուրը անջատվում է, հետո կարող է եւ պատահականություն լինել։ Ուզում եմ հավատալ, ձեզ ներշնչել, որ իզուր է խոչապի մատնվել Լևոն Տեր-Պետրոսյանը, իր աշակերտն է։ Ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այնպիսի բաներ ենք մենք տեսել։ Օրինակ իմ նկատմամբ շատ ահավոր մահափորձ եղավ 6-2 աղջիկ կար ԱԻՄ-ի քարտուղարությունից։ Ես երբ պատկերացնում եմ, թե լավ, ինձ պիտի սպանեին, բայց նրանց ինչ պիտի անեին, նրանք վկա են, չէ։ Սարսափելի էր։ Եվ ես կարողացա, հրաշքով կարողացա խուսափել, ավտոմեքենա վարել գիտեմ, բայց հաջորդ առավոտյան սպանվեց Յուզբաշյանը։ Այն Յուզբաշյանը, որ տեսեք KGB-ի գեներալ էր եղել, չէ, ինձ արտաքսելու պահին Հայաստանի KGB-ի ղեկավարը։ Ինձ զգուշացնում էր։ Իմացիր, սրանք շատ աներևակայելի վատն են, վտանգավոր, այսինքն նպատակն արդարացնում է միջոցները։ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, թե իր մարդիկ, իր կողքի մարդիկ ինչպես էին աշխատում, ինքն ինչպես էր աշխատում, դրա համար ինքը կարող է բնականon համարել իր նկատմամբ այդ բռնարարքների կամ հետապնդումների, իսկապես դա բռնարար կարելի է համարել։ Ինձ մոտ էլ է պատահում, մարդը չէ, ինչ որ բան է լինում, ասում ես լսի, օրինակ Արդարադատության նախարարուն ասում եմ, լսիր, դու բանտ ես գնալու քո այս խախտումների համար։ Ես էլ խոստանում եմ, քեզ կբերեմ հանձնուկ, ուտելիք կբերեմ, բայց ամիսը մեկ ոչ ավելի։ Երկու օրից Արդարադատության նախարարությունից նամակ է գալիս սպառնագիր, որ չէ, եթե ես չանեք, առաջին պահին մտածում եմ, տեսե ոնց է արձագանքում։ Բայց հետո ինձ զսպում եմ, ասում եմ, սպասիր մի քիչ։ Գնում եմ, տեսնում եմ պետական ռեգիստրի աշխատակիցներին, զգում եմ, որ չէ, չկա այդ բանը։ Բայց եթե ես իմ կյանքում աշխատած լինեի, նպատակն արդարացնում եմ միջոցները սկզբունքով, այսինքն երբևէ որևէ սադրանք թույլ տված լինեի, նախապես տրամադրված վատ բաներ անեի, հանուն իբր թե բարձր նպատակի։ Բնական է, սպի համարեի, որ հիմա էլ իմ հանդեպ են այդպես վարվում։ Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը մասնակցել քաղաքական կյանքին իր ուղերձներով, կոչերով ողջունելի է, բայց մի բան կուզեի, որ ինքը եւ բոլորը հասկանային, շատ վտանգավոր է, երբ պետական քաղաքական գործիչ, այսպես ասենք, զբաղվում է կամ ստիպված է լինում զբաղվել բիզնեսով, գործերով, այդպիսի բիզնեսային գործերով, բայց հարյուրապատիկ ավելի վտանգավոր է, երբ գործարար մարդիկ են ստիպված լինում զբաղվել քաղաքականությամբ, որտեղ գործարար մարդը ստեղծագործող մարդ է, ինքը պետք է իր ոլորտում աշխատի, զարգացնի, առաջ տանի տնտեսությունը։ Բնական է դա չի կարող
կամ հանցավոր նկատառումներ պիտի լինեն, նպատակադրումներ, կամ էլ այդ մարդը ասում է երկրի վիճակը շատ վատ է, ստիպված գալիս է քաղաքական դաշտ։ Սուքիասյանը օրինակ հիմա պարլամենտում է, չէր ինչ գործներ պարլամենտում լինել, իր բիզնեսով զբաղվեր, մարդկանց աշխատանքով ապահովեր։ Ուրեմն ես տխրեցի, երբ տեսա, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ի վերջո հայտնի դեմքերից է Հայաստանի խոսեց Իվանիշվիլու մասին որպես դրական կերպար։ Հիմա էլ ինքը հանգամանքների բերումով տնտեսական գործունեությունը թողած քաղաքական գործունեությանը մասնակցելու տրամադրված գործարարին ողջունում է այդ ոլորտում, փոխանակասի, որ այս դեպքերի ավելի ճիշտ մեր իրավիճակը այնպեսին է, որ մենք սխալ բաներ ենք անում։ Չէ՞ որ ասված է կեսարին, Աստծուն։ Գործարարները գործարար կյանքում իրենք համակրանքներ կարող են ունենալ քաղաքական եւ ինչպես ասենք Քենեդիները իրենց միջից մեկին առաջ, բայց ընդհանուր առմամբ երբ տեսնում ես, որ մարդիկ ստիպված են զբաղվել քաղաքական գործունեությամբ, այդ լավ կյանքի չի, Հայաստանի մեր ընդհանուր լավ կյանքի չի։ Ու կուզեի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ տեսանկյունից նայեր հարցերին։ Օրերս Հայաստան դաշինքը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Շատերը պնդում են, որ Քոչարյանը այս կերպ կօգնի Փաշինյանին վերարտադրել, բայց մի մասն էլ պնդում են, որ հակառակը կխանգարի։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասով եւ ինչու Քոչարյանը կրկին մտավ ընտրապայքարի մեջ։ Քոչարյանը, որ ասում հեռացել էր, այդպես չի, ինքը ինչ որ չափով մասնակցում է ժամանակ առ ժամանակ իր տեսակետներ արտահայտում։ Քոչարյանի իրավունքն է մասնակցել։ Ի վերջո ինքը Հայաստանի քաղաքացիները որտեղ էլ ապրեն, նրանք իրավունք ունեն զբաղվելու Հայաստանի ներքաղաքական կյանքով։ Ես օրինակ միայն ստորություն չեմ համարում, այն որ բավական շատ են վերջին շրջանում խոսում, որ եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, բայց Հայաստանում չի ապրում, այսինքն Հայաստանի տերն է, բայց Հայաստանի տան գործերով չի պիտի զբաղվի։ Դա միայն ստորություն չէ, խտրականության դրսևորում չէ, այլ նաև անգրագիտություն է։ Ու եթե խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի օրինակ պատգամավոր դառնալու համար քաղաքացին պետք է Հայաստանում ապրած լինի 3 տարի, դա վերաբերում է բոլորին, եւ Հայաստանում ապրողներին, եւ դրսում ապրողներին։ Բայց երբ դու ասում ես, քանի որ դրսում ես ապրում, այս նախկիններից է գալիս, բայց նախկիններն ու սրանք նույնն են։ Իրենց նպատակադրումներով, իրենց արժեքներով, ասում են, որ դրսում ապրող Հայաստանի քաղաքացին իրավունք չունի մասնակցելու Հայաստանի կառավարման գործընթացներին, ընտրություններին։ Այդտեղ հասկանում ես, որ իրենք չգիտեն, որ սահմանադրության մեջ կա հոդված, որտեղ ասված է. բոլորը օրենքի առաջ հավասար են։ Եվ երկրորդ ազգային անվտանգության տեսակետից այսօր երբ խոսում են Հայաստանի մասին, ասում են, որ Հայաստանը ունի պատկերավոր ասած 3 միլիոն քաղաքացի։ Իրականում Հայաստան ունի 4.5 միլիոն քաղաքացի։ Եվ Հայաստանի տերերը այդ քաղաքացիներն են։ Դա ազգային անվտանգության հարց է։ Այլ բան, որ այդ քաղաքացիների եւ Հայաստանի կապը բոլոր ոլորտներում հստակ չի նշված, բայց մենք գիտենք, չէ, դեպքեր մանավանդ 44-ից առաջ ուղղագին մարդիկ գալիս են Հայաստանում իրենց զինվորական ծառայություն անցկացնելու։ Ուրեմն զինվորական ծառայություն անցկացնելու իմաստով քաղաքացին պարտավոր է, բայց երբ ընտրությունը ասում են, չէ, թող նա չընտրի, որովհետեւ օրինակ կարող է ապրելով Ռուսաստանում Ռուսաստանի գիծը Հայաստանում առաջ տանել։ Հայաստանի քաղաքացի է, դու էլ պիտի համբերատար կերպով դա տանես։ Այլ բան, երբ լրտեսություն կանի Հայաստանի քաղաքացին, կամ էլ ոչ քաղաքացին, գործում են օրենքներ։ Մնացած դեպքերում դու ես Հայաստանի անվտանգության տերն ու թիրականը, Հայաստանի ճակատագիրը որոշողը։ Աշխարհում մեկ ապրող բոլոր հայերն են։ Ավելին, իմ նախագծում օրինակ նշված է, որ ոչ թե ազգությամբ հայերն են քաղաքացիություն ստանում արտոնյալ կարգով, այլ ծագումով հայերն են արտոնյալ կարգով ստանում քաղաքացիություն, բայց քաղաքացիություն ստանալու համար պետք է նաև լեզվին տիրապետես եւ այլն եւ այլն։ Հիմա ծագումով հայերն են, դա նշանակում է, եթե մեր հարևանները ուրախացել են, որ դարձել են 70 միլիոն, 80 միլիոն, մյուսներն էլ 10 միլիոն են դարձել եւ այլն։ Եվ ասում են հայերը ապագա չունեն։ Հայաստանը կարգին երկիր ենք դարձնում եւ ծագումով հայերին հնարավորություն ենք տալիս հայերեն սովորելուց հետո դառնալ Հայաստանի քաղաքացի։ Մենք գործ ունենք մոտավորապես 300 միլիոն
ամերիկացի, գերմանացի, ֆրանսիացի, ռուս իրենց համարող, բայց Հայաստանում ապրել երազող մարդկանց զանգվածի հետ։ Այնպես որ սա նաև ազգային անվտանգության հարց է։ Սահմանադրությանը պետք է նայել որպես հիմնական օրենք։ Մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Դուք մասնակցելու եք այդ ընտրություններին եւ եթե այո, ինչ ձևաչափով։ Տեսեք, չի եղել շրջան, որ ԱԻՄ-ը ազգի համար կարևոր որևէ միջոցառման չմասնակցի։ Օրինակ, մենք 87 թվականին ստեղծվել էինք ամբողջ սովետական միության մեջ, ներառյալ Արևելյան Եվրոպայի երկրները։ Քաղաքական այլընտրանքային կազմակերպություն չկար։ Որոշ հանրապետություններում Արևելյան Եվրոպայի երկրներում թույլ էին տվել, ասենք, քրիստոնեական, գյուղացիական կուսակցություն եւ այլն եւ այլն։ Բայց դրանք բոլորը ըստ գործող օրենքների ենթակա են կոմկուսի ղեկավարությանը։ Ուրեմն Հայաստանում ստեղծվեց ԱԻՄ-ը, ստեղծվեց ազգային միացյալ կուսակցության հենքի վրա։ Դե ես ազգային միացյալ կուսակցության ղեկավարն էի 68 թվականից, ընտրված ղեկավարը 73 թվականից, եւ եթե կար մեկը, որ իրավունք ուներ ազգային միացյալ կուսակցության գործունեությունը ընդհատակից անելու եւ վերանվանելու ըստ իրական բովանդակության, ազգային միացյալ կուսակցություն չի կարող լինել։ Կարող է կուսակցություն նշանակում է մաս, գրաբարում կույս նշանակում է կողմ, կողմնակիցների միություն։ Այնպես որ մենք նախ դադարեցինք միավորում, քանի որ պայքարում էր անկախ Հայաստանի համար, ազգային բառը պահեցինք, շեշտեցինք եւ կուսակցության փոխարեն ներողություն եւ որպես գաղափարախոսություն ոչ թե միացյալը շեշտեցինք, որտեղ միացյալը գնաց միավորմանը, այլ ինքնորոշումը։ Այսինքն մարդու հետ կապեցինք մեր ազգային իղձերը։ Հիմա առաջիկա ընտրությունների մասին խոսելիս ես հիշեցնեմ, որ մեր ժողովրդի համար կարևոր փուլերում 91 թվական, 90 թվական մեր ծրագրերով են շարժվել հիմնականում։ Այսօր էլ որ հարցում անցկացվի թե ամենածրագրային կազմակերպությունը եւ գործիչնով է 50%-ից ավելին ասելու են Հայրիկյանը։ Դա արդեն եղել է 13 թվականի ընտրություններում 75%-ն էին ասում ամենածրագրային գործիչը Հայրիկյանն է։ Եվ այդ հարցումներն իրականացնողները գելապի զարմացած էին։ Դե դեպքում դու պետք է առաջի տեղում լինես։ Հենց որ իմ վարկանիշը սկսեց բարձրանալ, դե գրակոցով կանխեցին եւ հետո էլ լուրեր տարածելով։ 98 թվականի ընտրություններին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը անակնկալ հրաժեշտ տվեց, 96 թվականին, երբ պետք էր միասնական դաշինք Լևոն Տեր-Պետրոսյանին եւ իր վայրենացած թիմակիցներին, ես վայրենացած եմ համարում բոլոր նրանց, ովքեր առաջնորդվում են, նպատակն արդարացնում է միջոցները, մեր իշխանությունը ամենակարևոր բանն է, թե դեռ ինչքան ստորություններ են բացահայտվելու կարգին իշխանությունների պայմաններում, չեք պատկերացնել այդ այլանդակությունների միջով մեր ժողովուրդն ինչպես է անցել։ Բանը այնտեղ էր հասել, որ իրենց ընկերոջը Ղարաբաղ կոմիտեի անդամ Համբարձում Գարստյանին են սպանում։ Հասկացանք Յուզբաշյանին, Ղանդիլյանին, ինչևէ։ Ուրեմն այդ փուլերում 96 թվականին հատկապես ես միավորող մեծ դեր կատարեցի։ Ես գիտեի, որ նախագահից հետո երկրորդ դեմքն եմ, նկատեմ պետական համակարգում։ Իսկ այնպես ինչ նախագահ, ինչ բան, ազգային ազատագրական պայքարի առաջնորդը թիվ 1-ն է բոլոր ազգերի մոտ։ Այսօր աշխարհում չգիտեմ, կա ուրիշ ազգ, որ կենթանի իրենց հետ ապրող ազգային ազատագրական պայքարի առաջնորդն է։ Ես չգիտեմ։ Օրինակ Լեհ Վալենսան կա, բայց Լեհ Վալենսանը եղել է արդյունաբերական շարժման ղեկավար։ Վացլավ Հավելը, որ հիմա չկա, իմ ընկերներ լավ, նա հասարակական կազմակերպության ղեկավար էր, ընդհանուր մարդու իրավունքներ եւ այլն։ Ինչևէ, ինձից կախված նարել եմ։ 13 թվականը մեր ժողովրդին հասած ամենածանր տարին էր։ Չգիտեմ ինչքան կբարձրանար իմ վարկանիշը, բայց արդեն հասել էր 15-ի։ Նույնիսկ հանրապետականներն ասում էին 10% արդեն ունես։ Իրենք ապշած էին, թե ինչպես է բարձրանում։ Իսկ բարձրանում էր մի պատճառով, մարդիկ իմանում են ինչ ճանապարհ է անցել Հայրիկյանն ով է։ 96 թվականի մասին որ ասացի, ես տեսա, որ միավորելու համար ես պիտի զոհաբերեմ ու հանեցի։ Հիմա այդ ճանապարհն անցած քաղաքական կազմակերպությունը, որը իր խնդիրներից մեկն էլ համարում էր բազմակուսակցական համակարգի ստեղծումը, այդտեղ էլ է հաջողության հասել։ Այսինքն ԱԻՄ-ի հաշվին դաշնակցությունը ստեղծվեց, դաշնակցության առաջին ղեկավար բոլոր դեպքերը ԱԻՄ-ականներ էին, հանրապետական կուսակցությունը, Աշոտ Նավասարյանը, դրանք բոլոր ԱԻՄ-ի կազմից են եղել։ Մենք այդ նպատակը մեր առաջ դրել էինք դեռ 70-ական թվականներին, որ անկախությունից հետո պիտի բազմակուսակցական համակարգ ստեղծվի։ Բայց իհարկե այսպես էր, անկախության հանրաքվեից հետո դա պիտի արվեր։ Նաև քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, պահպանողականները, դրանք ԱԻՄ-ից են ստեղծվել։ Հիմա այս պայմաններում պետք է աշխատել, առաջ շեշտը դնում ենք մեր վրա, մեր ծրագրերի վրա, հիմա համագործակցության։ Տեսեք, օրինակ, այն թվերին, որ դեռ սովետական սահմանադրություններ գործում, սովետական կարգեր էին,
Չնայած արդեն անկախության հռչակագիր ընդունեինք։ Մենք արագացրինք ասելով, որ ժողովուրդը պիտի ընտրի գլխավոր հրամանատարին եւ նախագահին։ Հետ էլ մեր նախաձեռնությունն է։ Այսպիսի նախաձեռնություններով, այսպիսի կարևոր ներամուծություններով եւ միշտ բոլոր հարցերում չի որ հաջողության ենք ասել։ Շատ բաներ, օրինակ դպրոցներում գրաբարի դասավանդումը։ Արևմտյան երկրներում լատիներեն են անցնում բոլորը, օտար լեզու փաստորեն։ Իսկ հայերս չենք ուզում մեր գրաբարը դոնը կրթական մակարդակում հասանելի դարձնել մեր ապագա սերունդերին։ Ինչևէ, բնականաբար մենք անտարբեր մնալ չենք կարող ընտրական գործընթացներին, բայց ավելի լուրջ բանով ենք զբաղված եւ ես ցավում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերը այդ հարցում մեզ չհասկացան կամ էլ խանդիկները խանգարեցին։ Խոսքը վերաբերում է նրան քիչ առաջ որ ասացի, եթե կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտվում է, դա նշանակում է կուսակցությունները իրավազրկվում են։ Իրավազրկված կուսակցությունները ընտրությունների գնալիս պիտի հաշվի առնեն, որ իրենց իրավունքները արդեն նախադեպը կա։ Եվ դրա համար ես կոչ անում, որ այսօր մենք այդ հարցի շուրջ համախմբվենք։ Ես անհատապես էլ, քանի որ իրավական ճանապարհ կա հարցը լուծում եմ, բայց իմ ցանկությունն այսօր այն է, որ դեռ կհասցնենք մենք դեռևս 14 թվականից պաշտոնապես տրված, իսկ Նիկոլ Փաշինյանեն 10 անգամ տրված եւ իրենց մոտ արդեն գտնվող նախագիծը, որ պիտի նկատի ունենային, բայց դրեցին գզրոցի տակ։ Այդ նախագիծը շուտապույտ կերպով կյանքի կոչելու դեպքում մենք մի անգամից մի քանի կարևոր հարցեր ենք լուծում։ Ամենակարևորը այն, որ Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը եւ օրինակելի նաեւ մյուս ազգերի համար։ Դրանից բացի ընտրությունները կանցկացվեն երկու տարբեր ուղղություններով։ Առանձին ընտրվում է վարչապետը, առանձին ընտրվում է ազգային ժողովը, երկուսն էլ երկուական տարով։ Այդ հին սկզբունքները դες ասել եմ, նախագահի պաշտոնը վերանում է, որովհետեւ նախագահ են դառնում քաղաքացիները։ Իրենք երկրի տերն են եւ իրենց երկրի տեր լինելու իրենց բաժնետոմսը կարճ ժամանակով տալիս են վարչապետին առանձին, ազգային ժողովին առանձին։ Ես կարծում եմ մեր ազգի համար ամենաշահեկանը դա կլիներ եւ ճիշտ կլինի, որ այսօր բոլոր են քաղաքական ուժերը կամ իրենց քաղաքական համարող մանավանդ ազգային ուժերը այս գաղափարի շուրջ համախմբվեն։ Մի անգամ համախմբվել են իմ գաղափարների շուրջ, մեր գաղափարների շուրջ եւ ունեցել ենք անկախ Հայաստան։ Եթե այն ժամանակ ես չհասցնեի ստեղծել ազգային ինքնորոշում միավորումը, ապա պատկերացրեք ինչ էր կատարվելու։ Բոլորը, եթե սովետը փլվեր իհարկե, այդ դեպքում կարող է սովետը չփլվեր, այլ մնար Չինաստանի պես մի բան։ Այսինքն տնտեսական ազատություններ, բայց գաղափարախոսական բռնապետություն։ Բայց եթե այնպես պատահեր, որ առանց Հայաստանի նախաձեռնության, ի վերջո բոլոր ազգերը հիմնականում ազատագրվել են իմ ասած ճանապարհով, անկախություն ինքնորոշման միջոցով։ Այդ դեպքում Հայաստանը ասելու էր ինչ որ այսօր մարդիկ մեղադրում են, չէ՞, տարբեր գործիչների, ասում են ինքը Հայաստանը Ռուսաստանի մարզ դարձնելու կողմնակից է եւ դա վատ է, իսկապես վատ է, բայց այն ժամանակ բոլորը գնային այդ ճանապարհով։ Սիլվա Կապուտիկյանի նման իսկ ի վերջո հայ մտավորականը, ով գիտեք, այն բանտային տարիներին նույնիսկ ինձ օգնել է։ Ես գաղտնի նամակներ իր միջոցով եմ ուղարկել, որպես դեպուտատի է ուղարկում, ինքն էլ մայրիկիս մոտ էր, տալիս էր մայրիկիս, ֆանտաստիկ բան է։ Ես զարմանում եմ, թե որտեղ որոշ դեպքերում սխալվել էին, տպագրել էին։ Օրինակ Ազատություն ռադիոկայանը հաղորդումներ է կազմակերպել։ Թե ոնց չեն հետապնդել իրեն, բայց Սիլվա Կապուտիկյանը ամենայն լրջությամբ, ոչ կեղծելով ասելու էր, գիտեք, մենք այլ ելք չունենք, բոլորը կարող են անկախանալ, բայց մեր անվտանգությունը պահանջում է լինել Ռուսաստանի կազմում Թաթարստանի կարգավիճակով։ Մեզ դա հաջողվեց շնորհիվ այն բանի, իհարկե մեզնից էլ էր կախված, որ մարդկանց հասունացմանը նպաստում ենք։ Ղարաբաղ ճղճղացողները, չեմ ասում, վանկարկողները, ճղճղացողները, որտեղ չգիտեին թե ինչ են ուզում, նրանք ընդունեցին, որ Արցախին կարող է օգնել անկախ Հայաստանը, դա մեր բանաձևն էր, որ Արցախը մերն է, չի, Արցախի հարցը համամարտկային քաղաքակրթական հարց է, ինքնորոշման հարց է։ Մի բան, որ այսօրվա իշխանությունները ուրանում են, ոչ միայն ուրանում են, այլ թշնամի են այդ բարձր գաղափարին։ Հիմա էլ եթե օրինակ ես հիմնական մոտեցումս հասկանան, ուժ չի։ Մենք կարող ենք ընդհանրապես, գիտեք ինչի է ուժ չի, որտեղ արդեն ընթացքի մեջ է, դիմումները տրված են, այն կառույցին են պատկանում։ Եթե ճնշում լինի, կարող ենք ստիպել, որ 3 օրվա ընթացքում կարծիք հայտնեք։ Մերը նոր սահմանադրություն չի։ Մերը նախորդ սահմանադրության մեջ փոփոխություններ արված տարբերակն է։ Մի քանիսը ես ասացի դες մասնավորապես են։ Եվ իհարկե պարլամենտը դառնում էր 100% ներկայացուցչական ու աշխարհը որտեղ ժողովրդավարություն բառը արտասանվեր ասելու են
Հայաստանից հետ ենք։ Մանավանդ որ մաթեմատիկական բանաձևեր ունեմ, դա ներկայացրել եմ, հեղինակային իրավունքներ վերցրել եմ։ Ինչ վերաբերում է մյուս ճանապարհին, ԱԻՄ-ը հայտարարեց շատ հստակ։ Մենք ընտրություններ կհամարենք, եթե դրանք իրականացվեն բացարձակ ժողովրդավարության համակարգի արկայության պայմաններում, կամ էլ մենք կմասնակցենք ընտրություն կոչվող միջոցառմանը, եթե համախմբվող ուժերը դաշինքով կմասնակցենք, համախմբվող ուժերը առաջնահերթություն են համարում երկրում բացարձակ ժողովրդավարության համակարգի արմատավորում, այսինքն արմատական փոփոխություններ, բայց ոչ վերացական, այլ շատ կոնկրետ, արդեն գոյություն ունեցող սահմանադրության հիման վրա։ Այդ ուղղությամբ այնուամենայնիվ մենք աշխատանքներ տանում ենք եւ կարող է առաջիկա օրերին հանրությունը հաճելի անակնկալ ստանա։ Առաջինը դուք եք ում դրա մասին ասում եմ, ազգային եւ ինչ որ չափով պահպանողական, այսինքն հայրերի պատգամները, արժեքները հարգող, քաղաքացուն շատ բարձր գնահատող, այսինքն ժողովրդավարական, ժողովրդավարությունը ինչ է նշանակում, ժողովուրդն է կառավարում երկիրը։ Իսկ ժողովուրդը ինչ է նշանակում, նշանակում է քաղաքացիներ։ Կառավարելու ինչ ճանապարհներ կան։ Գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն, օրինակ սրանք ասում են իշխանության ճյուղերի տարանջատումը ավելացրել ենք։ Ոնց կարող ես ավելացնել ունենալով, պահպանելով խուժան, ստոր մարդկության դեմ հանցանքներ գործած Մուսոլինի կայուն մեծամասնության սկզբունքը պահպանել են դա։ Այդքան խոսակցություն գնաց, իհարկե այնպես կապիկություն են արել, եթե առաջին փուլում չի ձևավորվում կառավարություն, նոր ընտրություն ենք անում եւ այդ դեպքում արդեն պիտի կայուն մեծամասնության սկզբունքով առաջնորդվենք։ Եթե դու ուզում ես գործադիր իշխանություն ընտրել, դուր թող ժողովուրդը ընտրի, մարդկանց վստահիր։ Հիմա այս համագործակցության մեջ արդեն կան 6 քաղաքական ուժեր, հստակ տրամադրված ազգայինի շեշտադրմամբ, ազգայինը դա նշանակում է նաև պետականը, այսինքն պետություն ունենալու ժողովրդի իրավունքը ազգային գաղափարախոսության մեջ առաջին տեղում է, բնականաբար պետության արդյունավետությունը, անվտանգությունը եւ այլն, հետո համակարգային փոփոխությունները ամենակարևոր բանն են, բայց այդ համակարգային փոփոխությունների հիմքում պիտի լինի մի գաղափար, ոչ թե ինչպես անենք, որ իշխանությունները Նիկոլին հասկանալի բառով ասեմ, Yavaş գործեն, այլ լինեն իսկապես քաղաքացիների իրավունքները ամրագրող պետություն ընդհանրապես պիտի իր գլխավոր նպատակը դա հայտարարի։ Գիտեք, ֆրանսիական հեղափոխությունը, ես հեղափոխությունների մասին ասել եմ, չեմ սիրում, բայց մի բան մտցրեց շրջանառության մեջ, որը շատ կարևոր է։ Կուսակցությունները դրանք նախապետական կառույցներ են, չէ՞։ Կուսակցությունները հետո դառնում են պետության մաս կամ ընդդիմադիր, հատվածի մաս։ Ֆրանսիական հեղափոխության հռչակագրում ասված է կուսակցությունների հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Եթե կուսակցությունների հիմնական նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, կուսակցությունները դառնում են պետություն, ուրեմն պետությունների նպատակը նույնպես դա պետք է լինի, եւ մենք այս համագործակցության գործողություններում, տեսեք, չեմ ասում փորձերում, մենք արդեն համագործակցությունը սկսել ենք։ Կդիմենք բոլորին, նաեւ այն որ դաշինք են կազմակերպել, այն որ 100 տարվա կուսակցությունը խայտարակություն է, անհատի հետ դաշինք եք ընկում։ Դուք դաշնակցության թշնամին եք, ես իմ երիտասարդ տարիներից դաշնակցական եմ համարել։ Այդ դաշնակցական համարել չի նշանակում դաշնակցության համարել սրբություն, ես չեմ մոռացել, իրենց հիմնական մասը տեղյակ չի, բայց 18 թվականին դաշնակցական ղեկավարները նշանավոր դեմքերն ասեցին, մենք որպես քաղաքական ուժ ձախողվել ենք, բայց քանի որ ուրիշ ուժ չկա, մենք պիտի շարունակենք օգտակար լինել ժողովրդին։ Հայոց դաշնակցական է, բայց տեսնում եմ, որ ինձ այդպեսին է համարում, առաջին անգամ դատվելիս լինելով ազգային միացյալ կուսակցության ղեկավարը արդեն, ես ասում եմ, վերջում մենք դաշնակցության ուզածն ենք ուզում անկախ Հայաստան։ Հիմա այսօր տեսնում եմ, որ դաշինք է ձևավորվում, որտեղ ասում է, ես անհատես եւ կուսակցությունը միասին թիմ են կազմում։ Խորհրդա չի կարելի։ Դուք ես ինչ եք անում, ինչ դարձրիք։ Ի վերջո մեր ավանդական քաղաքական ուժերից մեկը ինչ է։ Ես դա ինչի հիշեցի ու պարտավոր եմ ասել մարդկանց, որ հարգեք ձեզ այն քաղաքական ուժը, որին դուք նվիրված եք։ Մի անգամ լավ, իմ մասին չխոսեմ։ Հիմա մենք կդիմենք բոլորին, քիչ առաջ ասածս կեսարին, նաև լավ տնտեսական ոլորտի գործիչներ, իրենց արդարացրած, զբաղվեք ձեր գործով, որտեղ դες խանգարեն, մենք կօգնենք։ Այսինքն կօգնենք ինչ բանով, պետությունը կօգնի, բայց քաղաքականությամբ պետք է զբաղվեն
դա իրենց համար առաջնահերթություն համարող մարդիկ։ Քաղաքական գործունեություն նշանակում է պետութենական գործունեություն։ Մեզ մոտ այդ եզրը լավ դեռ հասկացված չի։ Քաղաքական նշանակում է պետության հետ կապ ունեցող գործունեություն։ Կառավարման կամ ասենք պետություն ունենալու արվեստ, մշակույթ, գիտություն, այդ բոլորը իրար մեջ ներառում են։ Ասեմ, ուրախացնեմ նաև ձեզ, որ մինչև այսօր ասպարեզում եղած ուժերը փող։ Նիկոլա Պարքևավճարներ է տալիս, ասում է դրա մի մասը պիտի տակ նախընտրական հիմնադրամին։ Այդ նախընտրական հիմնադրամից աշխատողներ պիտի վարձենք։ Ամեն ընտրական տեղամասում գրասենյակ, ամեն գրասենյակում 4 աշխատակից, ամեն մեկին 200,000 այդ փողերը պիտի տանք։ Այդ իրենց աշխատելաձևն է։ Հիմա Նիկոլի այդ մրցողներն էլ նույն ձևով են մրցում։ Իսկ ես սովորեմ աշխատել գաղափարով։ Երբ տեսեք ինձ ինչի արտաքսեցին։ Իրենց համար ձեռնտու էր, որ կար Լենին պարտիա Գորբաչով վանկարկող մարդկանց զանգված։ Ու նրանց մոլորեցնում էին, երբ ես ասի դա ինքնորոշման շարժում է, ձեր այստեղի գորգորոսները ընդհանրապես նշանակում են Արցախը ինքնորոշման քայլ է արել, մենք աջակցում ենք։ Եվ նման այլ հարցեր։ Ես գաղափարն էի դնում, բայց այն ժամանակ պատկերացրեք, այդ գլխավորողները Արցախի աջակցության շարժման հասկանում են, որ իմ արած գործը ամենակարևորն է։ Իգոր Մուրադյանը, ես բավական ուշ եմ իմացել, մեծ գումար ստացա։ Իմ ընկերներից մեկը բերեց, տվել են, խնդրել են քեզ չասեմ։ Հետո ինքն ասում է, դու ամենակարևոր բանով ես զբաղվում։ Իսկ քեզ գումարը պետք որ վիդեոները նկարվեն, ուղարկվեն, աշխարհը իմանա, մարդիկ գնան կան, դեն ժամանակ Մոսկվայի միջոցով էր բոլոր կապերը։ Հիմա էլ ես կարծում եմ, որ այդ նյութականի մեջ խեղված մարդիկ պիտի հասկանան, որ ուզում եմ լավ հայրենիք ունենալ, ինչպես անցյալում Հայրիկյանին էի օգնում, հիմա էլ եմ իրեն օգնում, ոչ թե իրեն, այլ ինքը եւ իր հետ համատեղ աշխատող այսօրվա պահին 100%-ով 6 կուսակցություն է, բայց վաղը կարող է լինել 10, մյուս օրը 20, մանավանդ որ այդ կիսատ պռատ դրսևորումներով ասպարեզ իջած եւ անհատների հետ հույսեր կապողներն էլ կարող են հասկանալ, որ Նիկոլի հետ էլ է ինչ է հույսեր կապում։ Հայերեն ասացված կա. հեղեղի բերածը հեղեղը կտանի։ Այն միամիտ դժբախտները, որ ասում են, ով պիտի լինեն հերոսը, որ մեզ այս վիճակից դուրս բերի, ասում եմ, հերոսի բերածը հերոսն էլ կտանի։ Ապուշությունը, դուք ձեր վրա պիտի հույսը դնեք։ Ես գիտեմ, որ հայ իրականության մեջ ինձնից ավելի շատ ներդրում անող, անհատական ներդրում անող չի եղել ու չի կարող լինել։ Ոչ ոք որևէ մեկ որպեսզի ինձ հավասարվի, պիտի գնա 18 տարի նստի, 5 անգամ պիտի նորից դատվի։ Պիտի դա գաղափարներ, որոնք հետո մարդիկ ընդունեն։ Պիտի կարողանա համ բանաստեղծություններ գրել, համ երգեր, համ ծրագրեր, որոնք մարդիկ էլ ընդունեն։ Ոչ միայն ընդունեն, դրանով ապրեն ու դրանով առաջ գնան։ Չեք հասնի, բայց ես չեմ ասում, չէ, ենթարկվեք ինձ։ Ասում եմ, եկեք միասին աշխատենք, ձեզ ամենակարևորը համարելով մարդիկ։ Եվ սա ասում եմ, որովհետև սա հեղինակ ես չեմ, սա Աստծո տվածն է։ Աստված ժողովուրդների հետ հարաբերվում է մարդկանց միջոցով, որ հիշեք Աստվածաշունչը դա կնկատեք։ Այնպես որ լավ լուր կա, իսկապես արդեն սկսել ենք, բայց մեր նպատակը ոչ թե այսօր իշխանությունը փախցնելն է, այլ արագացնել իրավիճակի արմատական բարեփոխում համակարգային փոփոխություններ։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, զրույցի Ես եմ համար։ շնորհակալ, ձեզ հետ միշտ լավ է ստացվում։ Շնորհակալ եմ։ Իմ հյուրն էր Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Կհանդիպենք։